Ողջույն։ Բարև բարեկամներ։ Մենք շնորհակալ ենք, որ դիտում եք մեր հաղորդումները, սպասում եք մեզ։ Իդեպ այդպես մտածել մեզ թույլ է տալիս ձեր արձագանքները, նաև խորհուրդները, թե ինչին անդրադառնանք։ Եկ այսօր մեր թողարկումը սկսենք ներկայացնելով մեր դպրոցի զարկերակը։ Այսինքն զարկերակեջից։ Այո, որովհետև այնքան լի է շաբաթը իրադարձություններով ու գեղեցիկ ապրումներով, որ ուզում եմ կիսել այդ տպավորությունները հեռուստադիտողի հետ։ Նորից ծաղիկներ, սպիտակ վերնաշապիկով հապշտապ քայլող պատանիներ եւ իրենց աշխատանքի սկսոցուցիչներ։ Այո, միանշանակ կարելի է ենթադրել, որ վերջին զանգահարողության մասին է խոսքը։ Երկու իրարամեջ ու միանգամայն ներհակ զգացումներ, որ չես էլ հասկանում, տխուր ես թե ուրախ։ Գուցե զարմացած, որ դպրոցական նստարանը այլևս երազանք է դառնալու։ Տերևս փոքրինչ չպարտ, նոր կյանք մտնելու ոգեշնչումից, իբրև իսկական հայ, իսկական քաղաքացի։ Հայաստանի 1400 դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Շուրջ 30,000 շրջանավարտներ կհանձնեն ավարտական քննություններ եւ իրենց ձեռք բերած գիտելիքները կփորձեն ի ցույց դնել կյանքի նոր խաչմերուկներում։ Շրջանավարտները թևաբացող արծիվների նման ճախրելու են երկնքում։ Իրենց զոր կամքով նորն են կռելու, կոփելու եւ իրենց մեկնարկի առաջին սրբազնագույն քարը դնելու։ Մեր դպրոցի 35 աշակերտներ այս տարի կավարտեն դպրոցը։ Նրանցից 33-ը դիմելու են փուխ, այսինքն մասնակցելու են միասնական քննություններին։ Քրիստինե, արի հաջողություն մաղթենք նրանց եւ դիտենք 12-ի պետհասարանի պատանի լրագրողների կողմից պատրաստած անիմացիոն ֆիլմը։ Արի հեռուստադիտողին պատմենք, որ բացի վերջին զանգից շաբաթը լի էր այլ իրադարձություններով։ Շաբաթն ազդարարվեց Համոսայանի հարամյակին նվիրված ցերեկույթով։ Աշակերտները ներկայացրեցին բանաստեղծին, նրա բնաշխարհը, հայրենի բնորանին նվիրված ամեն մի պատառիկ։ Եթե ինչ որտեղ ժողովուրդը ինչ ճանաչում է, բանաստեղծական է ճանաչում։ Դուք մեզ մարդը ժողովուրդ չի դավաճանի, որ այս մարդը իրեն ցուցադրած մարդ չի։ Էկրանից հնչում էր Համոսայանի պարզ ու խորախորուրդ խոսքը, բացատ հիշեցնող բեմից նրա խոհը։ Մեր առջև մեր բանաստեղծն էր, մեր մտածողը, մեր тэл քաղաքացին, ազնիվ մղումներով ու գործով, եւ միշտ մարդ է, հիշող, կարոտող, սիրող ու ցավող, բազմերանգ էր միջոցառումը, եւ այդ գունագեղ ներկապնակը ապահովեցին 6-ից 12-րդ դասարանցիները, ուզելով դալիճում նստածներին եւ բացահայտելով անծանոթ Սայանին։ Աշխատավոր մի Գերդաստան, պարզ ու միամիտ։ Հիմա այդ մեծ Գերդաստանից ոչ մեկը չկա, միայն ես եմ, լոք որպես ուժ և որպես վկա։ Օրը մթնեց, ժամն է արդեն իրիքնեղացի, տխրությունս կամաց փոխվում է լացի։ Մատներ ու մտներ, գնամ մարդկանց մոտ, խառնվեմ նրանց, մարդահոտ առնեմ, սիրեմ բոլորին, զգամ բոլորի սերը նախնական, խառնվեմ նրանց, այնքան խառնվեմ, որ ինձանից էլ մարդահոտ առնեն, դառնամ զո սրտով, ամբրտով մեռնեն։ Մայիսի 22-ը բացվեց Սայանին հիշելով։ Այդ օրը եւ այսուհետ նրան բացակա չեն տնի բոլոր նրանք, ովքեր իրիկնահացի կնստեն Սայանի անբացական ներկայությամբ։ Կանոնե
Շաբաթվա կարևոր իրադարձությունը Հայասպետ ԿԲՀ-ի այս ներդպրոց, որի համագործակցությունը թիվ 1-ի հետ երկար տարիների պատմություն ունի։ Այսօր Հայասպետ հեռուստախաղի սաները Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում էին։ Ինչպես նշում է հեռուստախաղի հիմնադիր եւ վարող Կարին Տոնոյանը, առիթը, որը նրանց Գյումրի է բերել, սերն է։ Գյումրին կա եւ մնում է մեր կորսրած հայրենիքի պատկերն իր մեջ թաքցնող քաղաք։ Պատկերը իր մեջ թաքցնող քաղաք։ Մենք հաճախ ենք լինում Արևմտյան Հայաստանում եւ ամեն անգամ կարծ այցելելիս մեզ թվում է թե կեսը Գյումրիում ենք։ Եվ այսօր մեր թե ճարտարապետական, թե ոգեղեն, թե հայրենաշունչ քշուները մնացել են Գյումրիում։ Եվ ամեն անգամ Գյումրի գալիս ես կարծես նորից հայանում եմ, կարծես նորից անվարում եմ հայություն եւ վերադառնում եմ նորից իմ սաներին կրթելու։ Այս անգամ եկել ենք մեր սաների հետ, որպեսզի իրենք էլ վերցնեն այդ հայկականությունը։ Հայասպետ հիմնադրամը ցանկություն հայտնեց Գյումրիին ավելի մոտիկից ծանոթանալու, մշակույթը ճանաչելու համար այցելել Գյումրի եւ հյուրընկալել մեր կրթօջախում։ Բացի նշածս առաքելությունից նաև ցանկություն կար ստորագրելու միասնության աշխատանքային համաձայնագիր, որովհետև ճիշտ է պաշտոնապես մեր երեխաները դեռևս նժդեիկներ չեն ճանաչվել, բայց նրանց գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում են եւ պիտի ասեմ, որ մասնակցում ենք պատվով։ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները փոքրիկ մանրապատումների տեսքով ներկայացրեցին Գյումրու արհեստն ու արվեստը։ Մեծ քաղաքներում ճակատագրորեն կորում է ազգային հոգեկերտվածքը։ Ժամանակակից կյանքը մոռացության է մատնում ազգայինը, իսկ այստեղ հնարավոր է վերագտնել ինքդ քեզ։ Այս առումով Գյումրին մի քիչ ավելի ավանդական է, կամ շատ ավելի ավանդական է, եւ հաճախ կարելի է Գյումրի գալ։ Հայասպետ հեռուստախաղը կարճ ժամանակահատվածում սիրվեց թե մեծահասակների եւ թե փոքրահասակների կողմից։ Դա զարմանալի չէ, հաշվի առնելով գիտելիքների հսկայական պաշարի փոխանցումն ու հայրենասիրության, ազգայինի ներկայացումն ու տարածումը։ Օգնել, որ մեր երեխաները իրենց արմատները ավելի խոր մխրճեն մեր ազգային մշակույթի, պատմության, գրականության ակունքների մեջ եւ նաեւ իրենց ճյուղերը բարձեն համաշխարհային, համամարտկային արժեքները, որովհետեւ այսօր այնքան է զարգացել կյանքը, որ չես կարող միայն ազգային լինել եւ չես կարող առանց ազգայինի կտրված էլ, եթե ձգտում ես միայն համամարտկայինին, համաշխարհայինին, ապա նմանվում ես անարմատ ծառի, որը ուշ թե շուտ տապալվելու է, մի փոքր քամի տապալվելու է։ Բացի գիտելիքներից ինձ Հայասպետի հետ ընկերանալուն մղեց նաև հայրենասիրության ոգին եւ հայրենաճանաչության ցկտումը, ինչը կարծում եմ շատ օգտակար է եւ այսօր անհրաժեշտ է դպրոցին։ Հայասպետի նժդեիկների եւ դպրոցի սաների համատեղ մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, ապա ներկայացվեց միասնության հուշագիր։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր Քարե Մատյաններեջը ձեզ կպատմի Մայր Հայաստան հուշահամալիրի մասին, որը գտնվում է Գյումրու հարավ-արևմտյան մասում, տեղադրվել է 1975 թվականին, ընդգրկված է Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, քանդակագործներն են Արա Սարգսյանը եւ Երեմ Վարդանյանը, ճարտարապետն է Ռաֆիկ Եղոյանը։ Այն խորհրդային ժողովրդի հաղթանակը խորհրդանշող հուշարձան է եղել հայրենական մեծ պատերազմի ժամանակ, մարմնավորում է ռազմական անկոտրում ոգու եւ պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Նա իր բարձրությամբ եւ հորինվածքով ներդաշնակ է ողջ հուշակոթողին եւ մոնումենտալ է իր գաղափարական բովանդակությամբ։ Այսօր մենք հյուրընկալվելու ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի արվեստանոցում։ Ճանաչիր իմ անունն է Հայաստան, ես ազատ ու անկախ ինտերն եմ տա, սա իմ անունն է, իմ ազգանունն է, հայ եմ ունել տանի ճամփան։ Բարև ձեզ, պարոն Եղոյան։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ծանոթանալով արվեստագետի կյանքին ցանկանում է տեղեկանալ նրա առաջին աշխատության մասին։ Ձեր դեպքում ո՞րն էր ձեր առաջին աշխատությունը եւ ինչպես եք սկսել ձեր ստեղծագործական ուղին։ Երբ որ ավարտեցի, ինձ ասին թե դու պետք է մասնակցես համաշխարհային կոնկուրսի։ Ինչ կոնկուրս։ Դե Լոնդոնում պիտի լինի համաշխարհային կոնկուրս ճարտարապետների ուսանող ավարտած նորավարտ։ Մասնակցեցի եւ պատկերացրու շահեցի, բայց իհարկե ինձ չթողեցի նորից գնալ, որովհետեւ նոր
Մարտե իմ փոխարեն գնաց մեր քաղաքի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրացյանը, որպես Եղոյան Ռաֆիկ գնաց։ Եվ ինքը Երևան նախագիծ ինստիտուտի տնօրենն էր, հենց որ հետ վերադարձավ, եկավ այստեղ քաղաքապետ ու ինձ բերեց այստեղ։ Բերեց այստեղ, որ ես այստեղ աշխատեմ եւ այլն, եւ քաղաքում կազմակերպվեց նախագծային կազմակերպություն, հայ պետ նախագիծ։ Եվ առաջի գործը, որ դու խնդրում ես, որ ես քեզ ասեմ, դա շատ հետաքրքիր էր։ Մաշտոց եպիսկոպոս կար այստեղ, դա ճանաչեց ինձ որպես ճարտարապետ, իհարկե մենք իրար հետ ծանոթ չենք, եւ խնդրեց, որ եկեղեցու համար ինչ որ բաներ մտածեմ։ Եվ առաջի բանը, որ ես ուզեցի, եկեղեցու դիմաց, 7 վերք եկեղեցու դիմաց, այնտեղ աղավնիներ էին մոշտում, բան, մի խոսքով, աղբանոց էր տարած, այդ քանդեցի ու այդտեղ կառուցեցի մի հատ աղբյուր։ Դա եղավ իմ առաջի գործս Գյումրիում։ Եվ վեհապար Հայրաբեդը երբ որ եկավ այստեղ, Վազգենան, շատ ոգևորվեց, ձեռքը դրեց գլխիս, օրհնեց ինձ եւ այդ օրհնանքը վերեց հասցրեց ինձ մինչև այսօր։ Իսկ Մայր Հայաստան հուշահամալիր ստեղծման գաղափարը ձերն էր, թե ունեցաք առաջարկներ եւ երկար ժամանակ պահանջվեց այն իրականացնելու համար։ Ուրեմն Ստալինի արձանը, որ հանել էին Երևանում, որոշել էին, որ դրա փոխարեն պիտի դրվեր Հայաստան արձանը։ Եվ առաջարկել էին, որտեղ ամենանշանավոր քանդակագործ Արա Սարգսյանն առաջարկել էին իրան, թե դուք պիտի քանդակեք։ Արա Սարգսյանը քանդակել էր հունական մի հատ աստված կա, կինոների մեջ տեսել եք, ամերիկյան կինոներ ցույց են տալիս են կինը ձեռը բարձրացրած, այդ աստվածուհու մտքերով քանդակել էր մի հատ արձան, մի ձեռքին տապնետերև հաղթանագիշ կա նշան, մյուս ձեռքին զվարթնոցի խոյակ, որպես շինարարական արվեստի սիմվոլ, որ հայ ժողովուրդը շինարարել։ Եվ չեր անցել մի քիչ ժամանակ արդեն էսկիզը պատրաստ էր իր մոդեռնապես մետրոնոց արձան։ Իր աշակերտներից մեկը Արա Հարությունյան, իր լավագույն աշակերտներից մեկը, Արա Սարգսյանի լավագույն աշակերտներից մեկը։ Կենտկոմում ինչ-որ բարեկամ ուներ, ծանոթ ուներ եւ քաղաքապետարանում գնացել էր, ասել էր, որ թույլ տվեք ես սարքեմ այդ արձանը, ես հոնարար չեմ ուզում, ես ծրի կսարքեմ այդ։ Եվ հրաբուրվել էին երևի ու առաջարկել էին իրար Արա։ Մի օր գիշերը ժամի 11:10-12-ին Մատնիշյանը, մեր քաղաքապետը, զանգ տվեց մեր տուն, ես ապրում էի այս շենքի շարունակություն, հիմա գոյություն չունի։ Շտապ արի քաղաքապետարան, կես գիշերին, Սուրեն Խաչատրյան, ինչի կամ, շտապ արի մի հարցրը։ Գնացի վազելով քաղաքապետարան, նստած է Արա Սարգսյանը, գունատ, ջղայնացած, խիստ, Մատնիշյանն է նստած, սեղանին է շարված են մի քանի լուսանկարներ։ Այս հուշարձանի, են վերևին, այսինքն արձանին։ Արա Սարգսյանը մի անգամից դիմեց ինձ, պետք նախագահան, ասել է, որ այս արձանը դուք կարող ես իրականացնել Գյումրու արդեն նոր գլխավոր ճարտարապետ է ես, գլխավոր ճարտարապետի հետ։ Ես ջահել մարդ ինչ կարող է անել Գրիգոր Աղաբադյան։ Այս նկարները թողնում եմ քեզ, տղա ջան, ու սկսեց, որ իմ առաջի աշխատանքս ես դրել եմ Գյումրիում, Սևյան ակումբի դիմացի հեղափոխության նվիրված մի հատ հուշարձան է,
իմ վերջի աշխատանքը ես նույնպես պետք է նվիրեմ Գյումրիին։ Ու խնդրեց ինձ, որ տղաջան մանարի քաղաքի մեջ հարմար տեղ ընտրի, մի քանի տեղ, հետո կհանդիպենք, կորոշենք ինչպես եւ այլն։ Դու բնական է ես վազվզեցի քաղաքում, արդեն ծանոթ էի քաղաքին, բավականին շատ էսկիզներ արեցի, տարա Արա Սարգսյանն նայեց, ընտրեցինք մեկը, այսինքն ընտրեցինք այդ տեղը Սև Պեշտի, այսինքն հարավային ֆորտի կողքը նկատի ունենալով Հռոմի հրեշտակների Պեշտը, այնտեղ էլ կա արձան եւ այդ Պեշտը։ Անցավ մի քիչ, մեկ էլ իմացանք, որ Արա Սարգսյանը ընկել է եւ այս տազը կոտրվել է։ Գնաց էլ չկա միսա, բարկած է ինձ թե այս գործը դու կավարտես Երեմ Վաշտանյանի հետ, իմ ուսանողի հետ։ Եվ քանի որ կառավարությունը փող չուներ, որոշեցին, որ Գյումրիի բոլոր գործարանների, բանվորների մի օրվա աշխատավարձը պետք է տրվի դրան, այսինքն Մայր Հայաստան կառուցելու համար։ Փողերը հավաքեցին, նախագիծը արվեց, քննարկվեց, մինիստրների սովետում հաստատվեց, եւ մի քանի տարբերակ։ Այդ արձանը իր հետևում ունենար մի հատ բակ, որովհետև Հայաստան էր կոչվում, այնտեղ պետք է լինեին ճարտարապետական դետալներ։ Իսկ հետո որ առաջ եկավ հարց, որ հայրենական պատերազմի հուշարձան պետք է կառուցենք, որոշեցինք այդտեղ կառուցել։ Եվ այդ ժամանակ զինկոմիսարիատի Միրոնով անունով մի հատ զինվորական բերեց, որ Գյումրիից գնացել են ու չեն վերադարձել 3850 մարդ։ Այդ ցուցակը տվեցի ինձ, ուրիշ միտք առաջացրեց իմ մեջ կապված Մայր Հայաստանի հետ։ Արձանը սկսեցինք կառուցել, կառուցվեց շուրջ 4-5 տարում։ Այդ տարիների ընթացքում էլ ես որ գնում էի հանգստանալու Լենինգրադ, Մոսկվա եւ այլն, հետս պատրաստել էի ես թերթեր ու գրել էի բոլորի անունները։ Այդ գիրքը 10 սանտիմետր հաստությամբ 70 կիլո քաշն է, բայց մեդաղից սարքած ու շքեղ գիրք է, դա 65 թվի հանրապետության լավագույն աշխատանքն է արվեստի բնագավառում։ Եվ 75 թվին արդեն արձաննել էին պատրաստ 20 մետր արձանի պատվանդանն է եւ 20 մետր մինչեւ թևի ծայրն է ու ամեն ժամը մեկ դեղից հնչում էր «Вставай, страна огромная», այդ հայրենական պատերազմի հիմնը ու սրդի բաբախյունը մնացած ժամանակ բաբախում էր զինվորի սիրտը վառվում էր ամմար կրակը իսկ պատվանդանի ներսում դեռ շքեղ դռներ էր պղնձապատ այդ շքեղ դռների ներսում մի հատ մարմարի սեղան էր մարմարի սեղանի վրա այդ սուրբ գիրքն էր 3800 պատերին դրած էին բաներ հրանոթի փողեր մեջը այնտեղ որտեղ որ կրվել են հայ զինվորները այնտեղից ոսկոր ու հողեր լցված եւ այլն գեղեցիկ ջա եւ այլն եւ Գյումրու ամեն մի նշանավոր իրադարձություն տոն կնունք ծնունդ բանակ մեկնել բանագից գալ չգիտեմ բոլորը տոնում էին այդտեղ այդ համալիրում Նաև տեղյակ եմ, որ դուք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո կատարել եք բազմաթիվ կազմակերպչական աշխատանքներ Գյումրիում, կթվարկեք դրանցից մի քանիսը։ Քաղաքապետարանը երկրաշարժից հետո գումարներ չուներ։ Եվ ես, մենակ ես 20 հատ բնակելի տուն 5 հարգանի տներ ամրացման աշխատանքներ եմ կատարել, այսինքն նախագիծ եմ արել, անվճար, եթե դրա աշխատավարձը ստանայի, ես 6 հատ տուն կառնեի,
Ես արել եմ անվճար այդ գործը։ Բացի դրանից երկրաշարժից հետո շատ գործեր են եղել, դպրոցներ, քանի 3-4 հատ դպրոց եմ նախագծել անվճար։ Նաև պարոն Եղոյան, տեղյակ եմ, որ դուք ստացել եք բազում մրցանակներ, ինչ են դրանք ձեզ համար կյանքում եւ որն է դրանցից ամենաարժեքավորը ձեզ համար։ Ամենաարժեքավորը գիտես որն է, որ մրցանակ, վաստակավորինը իրա։ Երբ որ մարդիկ, ես ստեղից, ասենք գնում եմ, մինչև ասենք ամենափրկիչ ու գալիս էի, գրեթե հանդիպած մարդկանց 90%-ը բոլորը հարցնում են, ինչպես ես, լավ ես, տրամադրությունդ ինչպես է, եւ այն դա շատ թանկ է, օրինակ քաղաքի մարդիկ հարգում են, հետաքրքրվում են ինձանով։ Սա ամենամեծ արժեքն է, մնացած բաները, ես եմ շքանշան, չգիտեմ ինչ եւ այլն, բավարարված եմ դրանցով։ Քրիստինե, դու ծանոթ ես գրքերի ստեղծման պատմությանը։ Ոչ այնքան։ Դե հիմա կծանոթանաս, որովհետև այսօր գրքերի ստեղծման մասին է խոսելու մեր կրտսեր գործընկերուհի Ելենան։ Իրերի պատմությունը շարքից։ Ինչ լավ գրքեր կան մեր գրադարանում։ Մեկը մեկից լավ։ Ես դեռ կհասցնեմ կարդալ։ Չէ՞ որ արջևը մամարային արձակուրդներն են։ Օ, գրքերի աշխարհը տեզեր կյանեզեր։ Հետաքրքիր ասված։ Իսկապես որ այն նախապայման է գիտելիքի, կրթվածության ու զարգացվածության համար։ Իսկ թե ինչ ճանապարհ է անցել, կիմանանք քիչ հետո։ Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Անցյալում բաբելոնացիները, ասորեստանցիները եւ այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա։ Չինաստանում գրել են հնդկեղեգից պատրաստված չերտիկների վրա, իսկ հին Եգիպտոսում կավե սալիկների, այնուհետև պապիրուսի վրա։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստել են նոր գրանյութ եւ քաղաքի անունով կոչել Պերգամենտ։ Այն մեծ հայտնի մագաղաթն է, որի ամենահին ձեռագիրը Հոմերոսի Իլիական պոեմի 3-րդ դարում գրված մի հատված է։ Գրքի զարգացման եւ ժողովրդականացման խոշոր ազդակ էր 1447 թվականին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը։ Հայաստանում թուղթը որպես գրանյութ օգտագործվել է 8-ից 9-րդ դարերում։ Հայերեն առաջին գրքերը ծերագիրմատյանները ստեղծվել են 5-րդ դարում, հայոց գրերի գյուտից հետո։ Պահպանված հնագույն ծերագիրմատյաններ 7-րդ դարում ստեղծված վեհամոր ավետարանն է։ Ծերագիրմատյաններ ստեղծվել են մինչև 18-րդ դարի վերջը։ Մինչև 1800 թվականին տպագրված գրքերը կոչվել են հնատիպ։ Հայերեն հնատիպ գրքերի թիվը անցնում է 1000-ից։ 1801-ից 1850-ական թվականները հրատարակվել են մոտ 1700 անուն գիրք, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում։ Ներկայումս Հայաստանում եւ տարբեր երկրներում ամեն տարի լույս են տեսնում հազարավոր հայերեն գրքեր։ Իսկ 1967 թվականից ամեն տարի ապրիլի 2-ին ամբողջ աշխարհը նշում է մանկական գրքի միջազգային օրը։ Եվ որպես վերջաբան նշեմ, որ գիրք կարդալը մարդու խելացիության նախապայմանն է։ Բայց որպեսզի գտնենք լավ գրքեր, պիտի կարդանք հազարավորները, չէ որ գրքերը լռում են, երբ խոսելու կարիք չկա։ Խոսում են, երբ պետք է, մեր դեմ բացելով ամբողջ աշխարհը։ Չնայած ուսումնական տարին ավարտված, բայց մեր դպրոցում շարունակվում է Երուսաղը։ Քանի որ մեր դպրոցում գործում է պատանի լրագրողների, Հայասպետի, ինչ որտեղ երբի ինտելեկտուալ ակումբները։ Միացեք մեզ, համալրեք մեր շարքերը, ամբողջ ամառ կաշխատենք միասին, խոստանալով գունեղ ու գիտելիքներով լիամարտ։ Այսօրվա համար այսքանը։ Չմոռանամ նշել,
որ մենք մեկնում ենք երկորյա արշավի, իսկ արշավի մասին մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Ցտեսություն։